Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախ պարոն Կոնջարյան, շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար։ Անցնելով բուն ելույթից, այսօր կուզեի ելույթը սկսել քաղաքական պատասխանատվության թեմային անդրադառնալով, այսօր մեր գործընկերները, մասնավորապես ընդդիմադիր գործընկերները մի քանի անգամ խոսեցին քաղաքական պատասխանատվության կարևորության մասին, մեր գործընկերներից մեկը մասնավորապես հղում էր կատարում եվրոպական երկրների փորձին, եվրոպական չափանիշներին, ասելով, թե օրինակ սկանդալային իրավիճակում հայտնված պատգամավորները կամ քաղաքական գործիչները ինչ տեսակ քաղաքական պատասխանատվության են ենթարկվում եւ այլ, եւ ենթադրվում է, որ այս խոսույթը առաջին հերթին պետք է խոսի իրենց իսկ այդ ստանդարտներին համապատասխանելու մասին։ Սրան զուգահեռ մեր գործընկերներից հարց ուղղեցին Հայաստան խմբակցության ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարին, եթե չեմ սխալվում երկու անգամ, թե արդյոք վերջինս պատրաստ է ներողություն խնդրել իր գործընկերոջ արած հայտարարության համար, եւ այս երկու թեմաները իրար հետ համադրելով իմ մոտ այլ հարց է առաջանում եւ հարցս ուղղում եմ պարոն Կարապետյանին, օրինակ ի սկզբանե ո՞նց է ստացվել, որ հաշվի առնելով մանավանդ, որ այս նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կբաշխեր մանդատները, հաշվի առնելով, որ ձեր ցուցակից, եթե չեմ սխալվում, մոտ 105 պատգամավորի տեխնացուներ ինքնաբացարկ են հայտնել, ոնց է ստացվել, որ պարոն Ղազարյանը այդ 105-ի մեջ չի հայտնվել, հաշվի առնելով, որ այդ հայտարարությունը դրանից առաջ է արել։ Եվ ըստ այդմ հարցս ուղղում եմ ձեզ, պարոն Կարապետյան, հաշվի առնելով, որ քաղաքական պատասխանատվության եվրոպական չափանիշները ձեր համար ուղենիշային են, խնդրում եմ պատասխանեք այս հարցին, որովհետև անկեղծ որ ասեմ, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ ձեր ներողությունը այլ մարդու համար, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է իր ասածների համար պատասխան տա, չնայած որ ձեր որոշմամբ է նա հայտնվել այստեղ։ Շարունակելով ելույթս ուզում եմ անդրադառնալ պարոն Վարդևանյանի ելույթին, խոսելով հայփոստի մասին, նա հարց է սկզբում բարձրացնում, ասում է միթե պետությունը լավ կառավարիչ է եւ ինքն իր հարցին պատասխանում է միանշանակ ոչ եւ հիմնավորում է միջազգային լավագույն պրակտիկայով եւ տարօրինակաբար բերում է Շվեդիայի օրինակը, պարոն Վարդևանյան, թերևս վատագույն օրինակը դուք բերեցիք, որովհետեւ ես հիմա կթվեմ այն կազմակերպությունների թիվը, որոնց կառավարման մեջ կա հենց Շվեդիայի կառավարությունը։ Վատագույն երկիր ընտրեցիք, պարոն Վարդևանյան, ուրեմն սկսեմ Vattenfall ընկերություն Եվրոպայում էլեկտրաէներգիայի եւ ջերմության խոշորագույն արտադրողներից եւ վաճառողներից մեկը 100% բաժնեմաս։ LKAB ընկերություն երկաթի հանքաքարի արդյունահանման պետական հսկա, որն ապահովում է Եվրոպայի պողպատի արտադրության զգալի մասը 100%։ Post-Nord իդեպ փոստային եւ լոգիստիկ ծառայություններ 60% եւ այսպես շարունակ, այնպես որ ձեր հարցի պատասխանը ոչ միանշանակ առնվազն։ Խնդրում եմ մի ընդհատեք ես Եվ իհարկե հարգելի գործընկերներ, այս ամբիոնի մոտից լսել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը $200 միլիոն ուրեմն ապօրինի գույքի հայցը շալակած խոսում մարտի 1-ի 2003 թվականի ընտրությունների եւ կոռուպցիայի մասին առհասարակ եւ այդ համատեքստում ասում է, որ նա հպարտանում է դրանով, սա ես չգիտեմ, երևի ֆենթեզի կամ science fiction ժանրից է եւ իդեպ պետք է արժանին մատուցել պարոն Քոչարյանին, որովհետև լինելով այդ կարգավիճակում ունակություն ունենալ այս ամբիոնից այդ թեմաներից այդպես խոսալ եւ ասել ես հպարտանում եմ դրանով, ես կարծում եմ, որ քչերս կունենայինք այդ ունակությունը այդպես մեզ դրսևորելու։ Եվ մյուս կողմից հույս եմ հայտնում, որ իրականում այս պահվածքը պայմանավորված է նրանով, որ Լևոն Քոչարյանը ուղղակի մարտի 1-ի 2008 թվականի մարտի 1-ին չի եղել Երևանի փողոցներում, չի մասնակցել 2003 թվականի ուրեմն քաղաքական պրոցեսներին եւ
Եվ ընդհանրապես երևի չի պատկերացնում $200 միլիոն դա ինչ թիվ է։ Ինքը ուղղակի դա չի պատկերացնում, չի հասկանում եւ դրանով է պայմանավորված, որ ինքը հպարտանում է այս ամեն ինչով եւ ուզում եմ նաեւ նույն պարոն Քոչարյանը խոսում է բարեկրթության մասին, ես ուզում եմ ասեմ, որ $200 միլիոն հայցի արկայությունը նախկին նախագահային առնչվող հայցի արկայությունը ինքնին բարեկիրթ չէ։ Եվ քանի որ պարոն Ռուբինյանը խոսեց մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդ որում ես խոսք եմ տալի, որ մարտի 1-ի վերաբերյալ եւ ընդհանրապես այս թեմաների վերաբերյալ սա իմ վերջին ելույթն է, սա հրապարակային խոստում է եւ թերևս սրանով ես կսահմանափակվեմ, ուրեմն 2007 թվականի սեպտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպվել էր երթ, որի նպատակն էր իրազեկել գալիք հանրահավաքի մասին, այդ երթին մասնակից էի նաև ես, 2007 թվականի սեպտեմբեր ամսվա մասին է խոսքը, մոտ 30 հոգանոց երթը Երևանի կենտրոնում եւ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, ով բարձրախոսը ձեռքին հայտարարում էր երթի ընթացքում անցորդներին, ուրեմն հանրահավաքի օրը եւ ժամը։ Մեզ մոտենում է որոշ ժամանակ անց Երևանի այն ժամանակվա փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, մոտենում եւ ասում է անջատեք խոսափողը։ Ունենալով բացարձակապես չունենալով որևէ օրինական հիմնավորում այս պահանջի համար, այս քննարկումը գնում գալիս է, բոլոր հիմնավորումն այդ թվում տպած օրենքի տեսքով ներկայացվում է, վերջում ասում է եղբայր կամ անջատում ես խոսափողը, կամ մենք մեր ձևով այս հարցը լուծում ենք։ Եվ իրենք իրենց ձևով այդ հարցը լուծեցին, հարգելի գործընկերներ, եւ մեզ բոլորիս 30 թվում կանանց եւ երեխաների, անչափահաս երեխաների, ինչպես որ մարտի 1-ի առավոտյան, այնպես էլ այդ օրը, մեզ թերևս այս օրը եւ դրվագը այդքան չի մեդիա տիրույթում չի շրջանառվել, բայց մեզ բոլորիս ծեփեցին պատերով եւ հատակներին։ Այնպես որ սա էր Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Քոչարյանի հոր տարիների կառավարման իրականությունը, բայց ես խոստանում եմ, որ այլևս սրա մասին չեմ խոսա։ Մի բան էլ վերջում պարոն Քոչարյանը ասում է, որ եթե մի մարդ կա, ով արդարացիորեն ձերբակալվել է մարտի 1-ի գործով, դա Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ ասել, որ այս հարցի պատասխանը մեր ժողովուրդը 3 անգամ արդեն տվել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ, 2021 թվականի համապետական ընտրություններին եւ այս ընտրություններին, եւ Լևոն Քոչարյանը պետք է իմանա, որ եթե կա մի մարդ, ով պետք է ձերբակալվի եւ քրեական պատասխանատվության ենթարկվի մարտի 1-ի գործով, դա իր հայրն է Ռոբերտ Քոչարյանը եւ այդ պատասխանատվությունը լինելու է։ Եվ վերջում Տիկին Վարդանյանը Հայաստան Դաշինքից ասում է, ինչ եք մանիպուլացնում, որ մենք չենք մասնակցում այս նիստերին, իրավունք չունենք դուրս գալ եւ այլ։ Իհարկե այս բaragայում մանիպուլացնում է հենց ինքը Տիկին Վարդանյանը, որովհետեւ նա իրավացի է մի բանում, որ կար մի դրվագ, մի պահ նախորդ գումարման ազգային ժողովում սկզբնական շրջանում, երբ նրանց բացակայության հետևանքով նրանք զրկվում էին իրենց աշխատավարձից մի մասից, բայց ինչ որ պահից նրանք հասկացան, որ կա այս հարցին լուծում, իրենք գալիս էին շուտ, գրանցվում էին, հետո չէին մասնակցում նիստերին։ Եվ ուզում եմ որպես վիճակագրություն ներկայացնել մեր հանրությանը, սրա մասին առիթ ունեցել եմ խոսելու, ուրեմն Հայաստան Դաշինքի մեր գործընկերները նախորդ գումարման ազգային ժողովում մասնակցել են կամ ավելի ճիշտ չեն մասնակցել ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի 51%-ին։ Այսինքն կեսից ավելին այս մարդիկ ընդհանրապես չեն եկել։ Հավանաբար գրանցվել են սկզբում, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց վերջում չեն եկել։ Այս խնդրում եմ թող Տիկին Վարդանյանը այս ելույթս լսի եւ հաջորդ անգամ երբ ստեղ է Տիկին Վարդանյան։ Այնքան քիչ եք չի երևում արդեն։ Եվ սա նաև ձեր կառավարման, ձեր ուրեմն գործունեության, կարծում եմ այս տեսակ գործունեության արդյունքներն են, որոնք որ դուք ունեք վերջին ընտրությունների արդյունքում, կարծում եմ ձեր բացակայությունները, ձեր աշխատանքի որակը կամ աշխատանքի բացակայությունը, այդ թվում այն
պատճառներն են, որոնք որ հանգեցրել են ձեր ֆրակցիայի 2/3 կրճատման։ Շնորհակալություն։